Բարև ձեզ։ Ինչպես է ձեր օրն այսօր սկսվել։ Ոնց որ մնացած օրերը, բարի լույսով, դե արդեն քանի տարի է հայ ազգին եւ հայությանը բարի լույս եմ տալիս ամեն առավոտ։ Դրանից հետո գնում եմ լողավազան, գալիս եմ սկսում եմ իմ աշխատանքային օրը եւ ավարտում եմ թորնիկներիս հետ։ Մանկապարտեզից վերցնում եմ իրենց, օրինակ այս մեքենան իրանց մեքենան է, քանի որ երկու քարսիտերը մեքենայի մեջ են, մանկական նստատեղերը, Այս մեքենան բոլորիս ծանոթ է, նաև Մագավտոյի եթերից, մեր շատ սիրելի լուսահոգի Լալամ Նացականյանի ավտոմեքենան է։ Այո։ Տիկին Լալան ասում էր, ես միայն վարում եմ, ինձ երես է տվել Աշոտը։ Ինքը եւ տեղ զննումն է անցկացնում, եւ մեքենան տանում է լվացման, եւ անգամ բենզինը լցնում է, նոր տալիս է ինձ։ Եվ դիրքը տեղափոխում եմ այնպես, որպեսզի ինքը հանկարծ հետընթաց չանի, միայն առաջ գնա։ Մինչև այդ մենք էլի երկու մեքենա ունեինք Զապարոժեց, դա 89 թվից եւ 09-ը։ Ես 09-ը առաջ իշն ասած, որպեսզի ինքը վարի, բայց իրեն հեչի դուր չեկավ, տեսա դաշտը լավ չէր իր համար, ու տենց էլ համարյա չքշեց այդ մեքենան, բայց Զապարոժեցը շատ էր սիրում, որ նստում էր, ասում էր ոնց որ կալգոտկի ակածել, ես այնքան քիփ է էլի տենց, տեսա դաշտն լավ, ազատ իրոք, Զապարոժեցի մեջի տարածքը շատ ազատ է։ Նամանավանդ այդ կողքի նստատեղը հանել էի, աշխատանքային վիճակում շատ էր տենց պետք գալիս, ասենք հեռուստատեսությունից կամերա ենք դնում, միջացնում, կամ հետո արվեստանոցս, որ Կասկադի վերանորոգում արեցի, ամբողջ այդ մեքենայով արեցի։ Զապարոժեցը ինքը շատ ազատ էր վարում եւ հատկապես դե իմ զբաղվածությունն էլ էր շատ այդ քաղաքի տոներն էի անում, եւ երևի թե այդ քաղաքի միակ Զապարոժեցն էր, որ իրավունք ուներ հրապարակի կենտրոնում կանգնելու։ Բոլոր ոստիկանությունը բոլորը գիտեին։ Շատ հաճախ երբ որ գնում էի կինոստուդիա, որպեսզի հետևեմ դեկորների պատրաստման բանի աշխատանքներին, Զալան հետս գալիս էր։ Կինոստուդիայի տարածքում ես տալիս էի ինքը մեքենան վարում էր, այնտեղ տարբեր բարձրություններ, բաներ կար։ Ես մինչև իմ գործերս վերջացնում էի։ Եվ մի անգամ հետաքրքիր բան եղավ, գնացի, փնտրեցի, չկա ինքը։ Մեկ էլ տեսնեմ մի հատ բլուրի վրա է բարձրացել, արդեն անիմները օդի մեջ են։ Բեմադրականի տղաները եկել են մեքենան բարձրացրել են, ինքն էլ մեջ է։ Իջացնում են այդ բանից, որ կարողանա շարունակել վարելը։ Թամանյան 2-ում էինք բնակվում այդ ժամանակ, եւ այնտեղի երեխաները հաճախ գրազ էին գալիս, որ կարող ենք մեքենան շրջել։ Գրկում էին, տեղափոխում էին ուրիշ դիրքով։ Շատ հետաքրքիր, շատ հումորային դեպքեր կան կապված վարորդ Նացականյանի հետ։ Լավ ընկեր ունենք, որի օգնությամբ ենք այս մեքենաները գնում, ինքը մեքենայի լավ մասնագետ է, արհեստանոցներ ունի մեքենաների, եւ Մհերի հետ գնացինք այս մեքենան, ասեց լավ, հերիքա, քո զբաղվածությունը ինչքան ուզում ա լինի, այս վերջ ես Կիրակի օրը մեքենա ես առնում։ Մհերին կանչեցի, գնացինք ավտոշուկա։ Եվ ինչն էր հետաքրքիր, այդ ժամանակ այս իոնները շատ էին վերել այստեղ։ Գնացինք տեսանք մի ահագին քանակություն կանգնած են, բայց միայն այս մեքենան էր, որ հակառակ էր կանգնած բոլորին, մեջտեղում։ Առանց նայելու ասեցի, այ մեր մեքենան մերն է։ Եվ իրոք այդտենց ընտրեցինք ու շատ լավ մեքենա դուրս եկավ, հետո երբ որ եկանք բակ, եկավ նայեց բան, հավանեց, ասեց ոնց եղավ, որ հենց էս ընտրեցիր, ասեցի սրա պատուհանից էր Արարատը երևում միայն։ Հիմա ինքը դարձրել էր նաև թեվավոր խոսք։ Հետո դրան հաջորդեց, որ գնացինք արդեն գրանցումները անելու, դա արդեն մի հատ ուրիշ խոսակցություն էր, որ ամբողջ տեղի այդ ոստիկանները հերթով նկարվեցին իր հետ, առանց հերթի բոլորը կանգնացրեցին մեքենաների բանը, իրեն գրանցումներն արեցին բան։ Ինչպես միշտ բոլորին խառնել էր իրար։ Եվ ինչն էր հետաքրքիր, ինքը դեռ առաջի անգամ, որ նստեց այս մեքենայի ղեկին, մերն ասեց գնանք աշտարակ, ասեց գնանք։ Ես սպասեցի, իրանք գնացին աշտարակ, ու ինքը մի անգամից, տենց համարձակությամբ, քշեց մեքենան, գնաց աշտարակ։ Մի քանի օր երբ որ արդեն դասի էր գնում, ես կողքին էի նստած, ասեց ո՞նց կարելի է ասենց սպասի, ես առանձին գնամ։
Մի օր ես փողոցից ճանապարհեցի իրան, որ արդեն ապահով դուրս եկավ, բայց սիրտս չէր տանում։ Նրա հետևից կանգնացրեցի տաքսին ու վարորդին ասեցի գնում ես այս բանի Mitsubishi-ի հետևից։ Ասեցի համ կգրանցեմ ինչ սխալներ անում ընթացքում։ Այդ ժամանակ ինքը դասավանդում էր նաև Համլետ Խուշյանի հեռուստատեսային ակադեմիայում դասավանդում էր այնտեղ։ Գնացինք հասանք այնտեղ, դե ես մի քիչ ավելի շուտ կանգնացրեցի, չէ, այնտեղ շրջադարձի տեղ կա։ Շրջադարձ արեց, եկավ որ արդեն մեքենան տեղավորի կանգնացնի։ Մի անգամ կանգնացրեց, տեսավ արդեն ահագին հեռու է բանից։ Նորից նստեց, էլի նույն ձևի կանգնացրեց, որովհետև ինքը չէր սիրում հետընթաց քշել։ Մի քիչ սպասեցի, տեսա որ արդեն չէ, փակեց ուզում ա գնա, ասեցի զանգեցի։ Ասի վարորդ Մնացականյան, եկեք մեքենան կարգին կայանեք։ Որ ինձ տեսավ, ասեց ես տենց էլ զգում էի, որ դու հանգիստ մնացողը չես։ Դες առավոտյան շուտ եմ արթնանում, տենց ժամը 5-ին 6-ին արթնանում եմ, դուրս եմ գալիս զբոսնում եմ, դուրս եկա տեսա մեքենան ցեխի մեջ կորած։ Իհարկե տարա լվացի բերեցի մեքենան, դե ինքը այնքան զբաղված էր, մի 2 ժամով բերեք է, նորից պետք է գնար նկարահանման։ Տեքստը ձեռը բանը գալիս մեքենան նստում գնում է, մեկ էլ մի 3 ժամ հետո զանգում է ինձ։ Լսի ասում եմ մեքենայի դռները չի բացվում, ասում եմ հələ մի հատ էլ փորձի, ձայնը գալիս է, հա ասում է ձայնը գալիս է, բայց շատ թույլ։ Ասում եմ լսի, հələ մի հատ ուշադիր նորից արա, ու մեկ էլ տես կարող է այդտեղ մի հատ մաքուր մեքենա կարող է կանգնած լինի, հա։ Տես որի դուռը բացվում է, այն էլ նստի արի, հա։ Մեկ էլ ասես, քո հումորը չլներ, ես քեզ հետ ապրողը չէի։ Ամեն երկրորդ նախադասությունը պարտադիր Աշոտը, ու մի բան պետք է անպայման շատ կապված էիք դուք։ Հա, եւ ասեմ ձեզ, նաեւ հիմա ես այդ դրա կարոտն եմ զգում այդ հումորի։ Չեմ կարողանում ծիծաղը զսպել, ուրեմն մեքենան կանգնեցրի, որ դուրս գամ, մի մեքենա, այսպես ուղիղ եկավ կողքս կանգնեց։ Դուրը չեմ կարողանում բացեմ, որ դուրս գամ։ Այս վարորդին ասում եմ, բա մի քիչ ենկում կանգնեք, ես դուրը բացեմ, դուրս գամ, ասենց համ, հա, լավ ասում եմ, մի րոպե ասեց, մտնում եմ հիմա միտեղ շուտ վրաս կգամ։ Ասում եմ, բայց ես էլ եմ շտապ։ Ասում եմ, շտապում ես այն կողքի դռնից դուրս արի, ու թողեց գնաց։ Հիմա չեմ կարողանում դուրս գամ։ Վերջը մի կերպ տանջամահ լինելով ես վերարկուն հակս ես կողքի նստատեղով սենց հազիվ երևի մի 10 րոպե տևես դուրս եկա, մեկ էլ ինքը սենց մոտեցավ ավտոյին սենց համ, ասում էր չեմ կարողանում, լավ էլ կարողացար դուրս եկար, ու նստեց քշեց գնաց։ Մեքենա վարելիս ինքը շատ հանգիստ էր վարում, ասեմ քաղաքում իհարկե, բայց եւ շատ անհանդուրժող էր, եթե տեսներ մեկը հանկարծ սիգարետ գցեց մեքենայից։ Մի օր մի հատ ջիպի հետևից քշեց հասավ, կանգնեց խաչմերուկում, հենց հա։ Ապակիներին իջացրեց, ասեց, ինչի գցեցիր։ Այս տղան սես զարմացած նայեց, հետո ճանաչեց լալայնա, վայ, ասեց տիկին լալա, կներեք, ասեց։ Ասեց կներել չկա, դիչնես այդ բանը վերցնես, սիգարետը։ Խաչմերուկում կանգնած, մեքենաները սիգնալ են տալիս բան։ Այս տղեն հիմա չի իմանում, իջնի, ինչ անի։ Իջավ վերցրեց, հա, սիգարետը ասեց ուղղակի ես ձեզ շատ եմ հարգում, ասեց դու առաջ երթին մեր քաղաքը հարգի եւ սիրի։ Հա, չի կարող ինքը լռել տենց տեղերում։ Ինչու որոշեցիք ձեռք բերել երկրորդ ավտոմեքենան։ Ճիշտն ասած ինքը մի քիչ նեղվում էր արդեն այս մեքենայի համար, հետ ուզում էր մի հատ փոքր եւ նոր լիներ, էլի, դե գիտեք, դերասաններ, արտիստներ ինձ համար նշանակություն չունի ճիշտ ասած, ինձ շատ է դուր գալիս այս մեքենան, հա։ Պրակտիկ է այս մեքենան։ Պրակտիկա, հա, եւ ծախս չունի համարը Եվ որոշեցինք սա առնել, սա իր ընտրությունն է եղել։ Ես մի քիչ գույնի հետ համաձայն չէի, ես ուզում էի սպիտակ եւ պատկերացրեք երկու մեքենա է կանգնած, չէ։ Մի 4 անգամ սա եմ լվում, մի անգամ սա։
մի քիչ անհարմարություններ ունի, ուղղակի այս ապակի լվացողից Ապակյա մաքրիչները չեն բարձրանում։ Ընդհանուր առմամբ շատ լավ մեքենա է, իր քաշով, տուրբո մոտորով 1.6 լիտր տարողությամբ ջիպային է, ասֆալտի ջիպ է եւ բոլոր անիվները քաշող են, հա։ Այդ առումով շատ լավն է, շատ թեթև է, շատ շուտ արագություն է բացում։ Մի քիչ էլ դրանից էի վախենում, որովհետեւ իր այդ որ դուրս էին գալիս ճանապարհ գնալու, ես ընդհանրապես 2 բառ էի ասում. լալա արագությունը իջացրու, լալա հեռավորություն պահի։ Որտեղ ինքը ոգևորվող էր, չէր զգում, էլի, նամանավանդ հիմա ճանապարհները բավականին ասֆալտապատ են, լավ են։ Անկամ Գյումրիից գալուց անենց էր ոգևորվել, որ այդ բանը ճամփաբաժանը անցանք, գնացինք մտանք օթակայան, հա։ Հետո այնտեղ ոստիկանության տղաներն էին կանգնած, ասացինք ոնց գնանք Երևան, շփոթել ենք բան, իմ հետևից եկեք, հա։ Մեզ ուղեկցեցին մինչև գլխավոր մագիստրալը, իրենք հետ վերադարձան։ Վերջերս ես պետք է այդեն մեքենաների հավանափոխություն անեի եւ ստիպված պետք է փոխեի նաեւ համարները եւ այդ համարներ ստանալն էր մի պատմություն էր, երբ որ առաջի անգամ այդ համարները մեքենաների տվեցին իրեն, մի աղջիկ ամբողջ տեղով պատտվեց, որպեսզի ասես համարը հանկարծ ոչ մեկի չտակ, որ պետքա լալային տան եւ շատ արագ արեցին այդ ամեն ինչը։ Ինչի առանք այս մեքենան, որովհետև հաճախ բան չէր լինում, ասում էր տաքսիով գնամ, բայց տաքսիով էլ ասում էր խայտարակ եմ լինում, փող չեն վերցնում։ Ինչն է հետաքրքիր, որ այդ ժամանակ, որ ես իրան ուղեկցում էի դեպի ինստիտուտ, որ տեսնում էի նորմալ պարկինգ արել, բան հետ էի վերադառնում, եւ հակառակն էր լինում, որ գնում էի ինստիտուտի մոտ, իր հետ էի հետ գալիս, նամանավանդ ես վերջերս էլ ես հյուրախաղերից հետո որ մի քիչ խնդիրներ առաջացավ առողջական, չէի ուզում որ ինքը այս բաների մեջ մենակ վարեր մեքենան, իրան տանում էի դաս, ինքը նաև ստուդիա ուներ։ Սպասում էի դասը վերջացնում էր, որ միասին նորից հետ էինք գալիս։ Ինչն է հետաքրքիր, իոյի ժամանակ այդքան ուշադրություն չէր դարձնում կանգնելու process-ին, բայց այս ժուկի ժամանակ դուք տեսնեք ոսկերչական ճշտությամբ կանգնում էր ու մի շատ կարևոր հատկություն ուներ, որը շատ էր զարմացնում։ Թվում է թե ինքը դերասանուհի էր, պետք է ինչ-որ մաթեմատիկական չափերից կամ ինչ-որ մի հատ այնպիսի GPS կար իր մեջ, որ գնում էինք, ասում էի լավ, մի հատ GPS-ից միացրա, տեսնենք որտեղ, ու գնում էր անենց բակերում, անենց արանքներով, անենց տեղեր կանգնում, հա, որ ոչ մեկի մտքով չէր անցնի։ Եվ մեկ էլ շատ մի հատկություն ուներ, որ ցանկացած տարածք մտներ, կարող էր ասել քանի քառակուսի մետր է։ Որ բնակարան էինք ընտրում, որ գնում էինք նայելու, ասում էին 90 քառա, չէ 90 չկա այստեղ, 86 չգիտեմ ինչքան է, հա։ Ու իրոք տեսնում ենք, որ այդքան է, շատ զարմանալի հատկություններ է դա։ Օրինակ ես նաև աշխատել եմ ռեժիսոր Լալա Մնացականյանի հետ։ Իր ներկայացումները հիմնականում ես եմ ձևավորել, հա։ Ես սպասում էի ինքը ինչ արդեն լուծումը գիտեի, ասենք, սպասում էի, որ են հասնում են ոնց որ ասում են շտո են ֆրունզը որ ասում է, չէ։ Ամեն ինչ ասում վերջացնում էր, ասում էի, չէ, այդպես չի լինելու, այսպես ընդունում էր։ Իհարկե։ Դե հիմնականում իր ուսանողների հետ արված ավարտական տարվա վերջնական քննությունը դա մի ներկայացում էր, իրեն հագուստներով, դեկորներով, բացի դրանից մայրը ներկայացում արեց Լալան եւ ինքը դա վերածեց դրամատիկ գործի եւ միզանսցեններով, ամեն ինչով, հա, եւ ձևավորումն էլ ես կարծում եմ այնպես շատ լավ ստացեց, որովհետեւ մտածեցի այնպես, որ տարբեր բեմերի համար հնարավոր լինի դնել։ Ես էլ ունեի իմ պատիվը, դա դուք էիք, իմ պարտքը դա դուք էիք, իմ տունը դա դուք էիք, դուք, ուրեմն բացատրեք ինձ, ինչու հազարավոր դարեր շարունակ ես մայրս, ես կինս, ձեր մեծամեծ գործերի համար պետք է վճարեմ այդքան ահավոր գնով, իմ որդիներին շարունակ ուղարկում են մեռնելու, հանուն ինչ-որ գաղափարների, հանուն փառքի, հանուն մարդկության փրկության, դրանից ինչ,
այս սանիցիալ աշխարը գոնե մի փոքր լավացել է։ Մարտի վերջն էր։ Հյուրախաղերով եղան Չեխիայում եւ մեծ հաջողություն եւ կայտեսագրությունը այնտեղ բոլոր դեսպանատների դեսպանները այլ պետությունների ներկային եղել ներկայացմանը եւ մի շշմելու կուրս էր այդ կուրսը, ասեմ, միայն մայր ներկայացման վրա 3 սերունդ դերակատարումներ ստացավ այդ փոփոխությունների անընդհատ։ Եվ նաեւ Տեթևսոլիկ Մարտասպանը ներկայացումը արեց 3 հոգով եւ անցյալ տարի մարտ ամսին հյուրախաղերով 3 պետություններ՝ Ավստրիա, Ֆրանսիա եւ Չեխիա։ Ինքը մի քիչ էլ առողջական լավ չէր ճիշտն ասած այդ եւ այդ վիճակով ջերմություն էլ ուներ, պատկերացրեք այդ ներկայացումները ոնց է խաղացել, անգամ Անգլիայից մեր ընկերը եկավ Չեխիա, ինքը այնտեղ սեփական տուն ուներ, որ հատուկ լալային հյուրընկալի, որ նայեք բեմին չեք ասի, որ ինքը ինչ վիճակում է այդ բոլորը խաղացել։ Ուզում ես ասել, որ ես գեղեցիկ չեմ, երիտասարդ չեմ։ Ոչ, ուղղակի ուզում եմ ասել, որ դու հիմար ես։ Բակալել է ճշմարտությունը մարդու ճակատինակից շփոթելու։ Չէ, կարմենից զարդուկի ճանապարհներով չեք իվակի հասկացնեի, կհասկանայի, չէ, ու հիմար չեմ։ Կատարյալ հիմար։ Շնորհակալ եմ։ Հիմարությունը միշտ էլ զարդարել է երիտասարդ եւ գեղեցիկ կանանց։ Ես իմ կյանքում չեմ հանդիպել մի տղամարդու, ով չսիրի հիմար եւ գեղեցիկ կանանց։ Հետո մի շատ հետաքրքիր ներկայացում արվեց իմ Զոնքաչը Հրազդանի թատրոնում, բայց դերասանները Երևանից էին։ Մի քանի ներկայացում շատ փայլուն անցավ, ասեմ ձեզ, ստեղ էլ վերեցին խաղացին եւ սա մի հատ հետաքրքիր մշակույթ ձևավորվեց, որ ինչի միայն Երևանի համար էլի կարող ենք նաեւ օգնել, որպեսզի շրջանների թատրոններն էլ ոտքի կանգնեն, կարողանան հանդիսատես ունենալ։ Բացի դա շատ կարևոր էր իր աշխատանքը երիտասարդների հետ, ասում էր երեխեքս, եւ իրոք շատ մոտ էինք, ինձ հետ էլ էին շատ մոտ, բոլոր կուրսերն էլ, մինչև հիմա էլ կապը կա իրենց հետ, չկարողացա չանել նաեւ իրեն վերջին կուրսային աշխատանքը, Դավիթ Հարությունյանի արվեստանոցում, կինո եւ թատրոնի պետական ինստիտուտի եւ մեր շատ հարազատ ընկերը Լալայի ընկերուհին, իմ ընկերուհին կարող եմ ասեմ Աննա Հեկիկյանը ամեն ինչ արեց, որը հիմա ինքը նաև դասավանդում է Լալայի փոխարեն։ Ամեն ինչ արեց, որպեսզի այդ ներկայացում վերականգնենք եւ Լալայի ծննդյան օրը որոշեցինք, որ համալսարանի թատրոնում, Շարլ Ազնավուր կենտրոնում դա բեմադրել։ Իմ մեջ բողոք կա մի քիչ, կապված հայ կնոջ վերաբերմունքի հետ կապված։ Եվ այնպես չի, որ ես մի հատ ծրագիր ունեմ, որը կոչվում է «Դուն կրակ, հագածդ կրակ», որը նաև դասախոսություններով եւ ցուցահանդեսով գնում եմ շրջագայության, օրինակ Ֆրանսիայի ցեղասպանության ինստիտուտը հրավիրեց, Մարսելից Փարիզ ես դասախոսություններ եւ ցուցադրություններ արեցի, այսինքն դա նվիրված է հայ կնոջը։ Օգտվեմ առիթից նաեւ, որ այսօր ես միամսյակը սկսել է, ես մեր հայ կանանց մաղթում եմ ամենայն բարիք, առողջություն։ Ինչ ասեմ, թող իրենք միշտ գնահատված լինեն։ Միակ բանը, որ իմ մեջ չկա բողոք, ստեղ վերաբերմունքն է հայ կնոջ հանդեպ, չնայած արդեն դա փոխվում է, հայկին ապացուցել է իրեն ով լինել է եւ այդ ծրագրում ինչն է հետաքրքիր, որ ուսումնասիրել էի բրիտանացի գիտնականների, գերմանացի չէ, որ ես գիտնականների անունները տալիս ես ամեն ինչ սկսում են հավատալ, որ հայ կնոջ գենը 12000 տարի է, իրեն կոդը չի փոխել։ Եվ շատ հետաքրքիր դա ֆրանսիացիների համար էր ծրագիրը եւ այնտեղ էլ որ մոտենում էին, այսինքն իր տատու, իր պապու պապն է ֆրանսիացի, 88 տարեկան կին եկել էր, տատիկ, հակել էր տարազը լեի, տարևոր հակնում էին, վերջում ասեցին քեզ ա փնտրում, հետո մոտեցավ, թարգմանում են, ասում է
Ես ինչ արեցին ինձ, ասում եմ, երակներով հայ արյուն է բանան պատտվում, ասում եմ, ես հայ եմ, ասում եմ։ Ես ասում եմ, կա ես թույլ գիտեի էլի, ասում եմ, որ տես ծագում ունեմ։ Ինչ եմ ասում, որ իրոք հայկինը շատ լավ բան է արժանի։ Եվ կարծում եմ, որ պետք է այդ գնահատականը, այդ սերը դա անպայման ամեն օր ապացուցել։ Սիրելի մագա, ուզում եմ առիթից օգտվեմ այս մեկ ամսյակի Գարն Անտոնի հետ կապված հանձինս քեզ շնորհավորել ողջ հայուհիների կանոնային տոնը։ Անչափ շնորհակալ եմ։ Ինձ շատ հաճելի է։ Որքան ժամանակ է արդեն այս մեքենան ձեր ընտանիքում է։ Դե մինչև այս մեքենան Լալան վարում էր Mitsubishi-ին եւ հաճախ ինքն էր գալիս իմ հետևից, ես էլ որ տղաների հետ կանգնած ելնում, ասում եմ հիմա հեսա վարորդս գա, պետք է վարորդից եմ սպասում, պետք է գա բան։ Ասում եմ վարորդը տով, ասում եմ ոնց, վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, վարորդ ունեմ։ Այս մեքենան երբ որ ձեռք բերեցինք, արդեն ինքը ավտոնոմ կարողանում էր վարել, դե այգին փորձ ուներ, բայց դեռևս չէի, անկեղծ ասած, իմ մեջ չէի վստահում, որպեսզի քաղաքից դուրս վարի։ Մի անգամ եկավ ասեց բանը, գնալու եմ Վանաձոր։ Ասում ես ինձ գնանք, որ ես էլ կարողանամ գամ, էլի, ես քո հետ գամ, գոնե ինչ որ չէ, տաքսիով կվերադառնամ, չէ, ինչ ես ասում, բան։ Ուրեմն գնաց Վանաձոր։ Ես էլ անկեղծ Աբալանում լավ ընկերներ ունեմ, բան, ինձ մոտավորապես հաշվարկով ասում էի մի քիչ ուշադիր եղեք, կարող է զանգեմ ձեզ, բան, տենց ապահովություն էի անում։ Չգիտեմ, քանի տեսախցիկ արագաչափ կա Երևանից Վանաձոր, մենք կարող եմ ասել, որ երբ որ ինքը վերադարձավ, մենք 58,000 վճարեցինք այդ արագության սարքերին վճարեցինք եւ դրեցի հաշվեցի, դրեցի նայեցի քարտեզով, համարյա բոլոր տեղեր նկարվել էր։ Ասում դրա փոխարեն կարող ենք մի հատ տաքսի վարձել, գար ընդեղ սպասել, քո գործերը կպրոցներիր գբերեր։ Շատ պարզ մեքենա է։ Այստեղ ես ավելացրեցի հետընթացքի էկրանը, դա չկար ուղղակի ռադիո էր այստեղ, հետևը լավ չի երևում մեքենայի, որ տեսադաշտը մեծանա, էլի։ Մնացած բաները իրանն է, ոնց որ ասած, բան չի փոխվել։ Շատ թեթև մեքենա է, շատ արագություն հավաքող, լավ մանյովրն է։ Մինչ երթևեկելը կխնդրեի ներկայացնեիք վարորդական իրավունքը եւ մեքենայի տեղ հանձնագիրը։ Առաջինը մագա ջան դուք եք նայում ասում։ Ինչ ստացել եմ, սա ոչ մեկ չի տեսել։ Ես երկու մեքենաներն են։ Ամեն ինչ կարգին է մեզ մոտ։ Որ փողոց դուրս եկանք։ Մենք դուրս եկանք Չարենցի փողոց։ Որքան ժամանակ է, որ այս բնակարանում եք ապրում։ Մենք այստեղ ապրում ենք 2003 թվականից։ Հանգիստ վարորդ եք։ Ինձ թվում է, հա։ Որովհետև նախ ես սիրում եմ մի քիչ շուտ դուրս գալ, որպեսզի չուշանալ, այդ ուշացածության այդ բանը չեմ սիրում, հա։ Ավելի լավ է ես մի 5 րոպե գնամ, ես սպասեմ, քան թե ուշացած շնչակտուր գնամ հասնեմ։ Նավանավանդ հիմա որ խճողումները բաները շատ են, մի քիչ ավելի շուտ եմ դուրս գալիս։ Ինչպիսին են ձեր փոխհարաբերությունները ճանապարհային ոստիկանների հետ։ Շատ ջերմ, շատ հարգալից։ Օրինակ Հրաչյա Քոչարում պատտվելու տեղ կա, չէ՞։ Մի անգամ այդտեղ կանգնացրեցին, իրանց թվացել էր, թե ես շուտ եմ շրջադարձը արել։ Ասես տղաներ ջան, ես ոչ թե նրա համար, որ վախում եմ կամ բան, ասի, ես այնքան եմ հարգում իմ քաղաքը, սիրում, որ ես անգամ գիշերը մենակ էլ լինեմ, ես խախտում չեմ անում։ Իմ հարգանքը տենց եմ արտահայտում քաղաքի հանդեպ։ Մեկ-մեկ իհարկե ներվայնանում են, որ ուզում են ավելորդ ստուգում անեն, բան անեն, չէ, մարդը իրանց գործն են անում իրանք։ Որ փողոցով եք սիրում հատկապես երթևեկել։ Որը ազատ է, առաջ կար, բայց հիմա որը ազատ է։
Չարենցը համեմատաբար ավելի թեթև է, չնայած երեկոյան է շատ ծանրաբեռնված լինում։ Հա, բայց Լալայի հետ սիրում էինք քաղաքում, դե Կասկադում էինք ապրում, այնտեղ այդ Կասկադն էինք սիրում, Թամանյան փողոցը։ Եվ մեկ էլ իրենց Մեդգիլյան ինստիտուտի մոտ Կոմիտասի սկիզբն այգին որ կար, հիմա Փառք Աստծո նորից վերականգնեցին այդ այգին։ Մեր հաղորդումը, երբ մենք ավարտում էինք Տիկին Լալայի հետ, նա ասաց. «Այսօր ինձ համար շատ ուրախ օր էր։ Եկեք շնորհակալ լինենք»։ Հիմա ես եմ ուզում ձեզ ասեմ շնորհակալություն։ Ինձ համար այսօր շատ լավ օր էր։ Մեր էլ ձեր հաղորդմանը ես կգամ որպես ես։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այսօր շատ լավ օր էր ինձ համար, շատ լավ Մագա ջան։ Եվ եթե հետաքրքիր բան է, եթե դու շնորհակալ ես լինում, ասում ես ինչ լավ օր էր, ավելի լավն է լինում մյուս օրը, մյուս օրն ավելի լավ է լինում։